Բարև սելիկորի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 9:1-5 համարները։ Մենք արդեն առաջի ձայնագրությունն ունեցել ենք, առաջի հատվածում խոսել ենք Իսրայելի ողբերգական կարգավիճակ կամ Իսրայելի ողբերգության մասին, ինչի որովհետև 8-րդ գլխում, երբ որ առաքյալը ցույց է տալի Աստծո որդիների կարգավիճակը, ամբողջացնում է այն սկզբունքը, որ Աստծո հսկողության տակ են, այսինքն նրանց, որ ընտրեց, նրանց էլ փառքի մեջ մտցրեց կամ փառքին մասնակից արեց, եւ հարցեր առաջանում այդ դեպքում, եթե Աստված ընտրեց Իսրայելին 5 կտակարում, այդ ընտրության հետ ինչ եղավ։ Եվ երբ որ մենք ուսումնասիրենք Աստծո ծրագիրը, այսինքն կա աստվածաբանության այսպիսի տար, աստվածաշնչյան աստվածաբանություն, բիբլիական բագասլովը, որը ուսումնասիրում է Աստծո ծրագիրը կամ տեսնում է Աստծուն իր ծրագրի ներքո, եւ կա սիստեմատիկ աստվածաբանություն, որ ուղղակի համակարգված մենք տեսնում ենք Աստծո հատկությունները, ընդհանրապես տեսնում ենք ով Աստված։ Իսկ աստվածաշնչյան աստվածաբանությունը այն առավել մեզ ներկայացնում է Աստծո ծրագիրը եւ այդ հատկությունները, թե ինչպես են այդ հատկությունները կիրառվում իր ծրագրի մեջ Աստծո։ Այսինքն ամեն դեպքում մեզ համար շատ կարևոր է, որ մենք տեսնենք նաեւ Աստծո ծրագիրը, որովհետեւ երբ որ խոսքը գնում է Իսրայելի ընտրության մասին, արդեն տեսեք 9-րդ գլխից 10-րդ, 11-րդ գլխում առաքյալը արդեն նախախնամության մասին է խոսելու, այսինքն ցույց է տալու Իսրայելի ֆունկցիոնալ դերը իր ծրագրի մեջ եւ տեսնելու ենք, որ այդ ֆունկցիոնալ դերի մեջ կա ինչ-որ մի ժամանակահատված, որտեղ Աստված ուղղակի թույլ է տալու, որ նրանք խստանան, այսինքն մերժեն Քրիստոսին, հետեւաբար նրանց համար դուռը բացվելու եւ այս ամենը, եթե ուշադրեք 11-րդ գլխում, ավելի մենք խորն ենք նայելու սա եւ այլ զուգահեռ հատվածներով կտեսնենք, որ Աստված նախանձի ագրգռում կամ կարելի ասել թե Աստծո նախախնամության կերպն է, ինչ լծակներ Աստված օգտագործում իր ժողովրդի համար, ինչ լծակներ Աստված օգտագործում հավատացյալին դեպի Քրիստոս բերելու, այսինքն որպեսզի ներգործի նրա կամքի, նրա հասկացողության, նրա մտածելակերպի, նրա որոշումների, նրա նպատակների կամ արժեքային համակարգի վրա։ Սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք եւ մենք կունենանք հավելյալ ինչ-որ մի սկզբունք, որ ամբողջությամբ կխոսենք ընդհանուր առաջնային մեղքի անկման մասին, բայց առավել շեշտը կդնենք թե ինչքանով է վնասել առաջնային մեղքը մարդուն եւ ինչն է վնասել մարդու, այսինքն մարդու մեջ կա ինչ որ պոտենցիալ մի կարողություն, որը վնասված չի եւ մարդը դա կարող օգտագործի Աստծուն հաճելի լինելու համար կամ իր ապաշխարության գալու սկզբունքի մեջ։ Եվ մենք կտեսնենք այդ շատ կարևոր սկզբունքներ, որպեսզի մենք այս ամենը Աստվածաշնչի մեջ տեսնենք։ Ոչ թե մենք փիլիսոփայական, երբ որ ես ասում եմ փիլիսոփայական սելնեսի, նկատի ունեցեք, սա մարդկային մտքեր են, մարդկային տեսություններ։ Մարդը միշտ փորձում է իր արդարության օղակներում պահի եւ Աստվածաշունչը եւ իր կյանքը։ Բացատրեմ ինչի մասն է խոսքը։ Մարդը, երբ որ օրինակ Աստվածաշունչ կարդում է մի բան, որ առաջնային ընթերցանությունից հետո կամ մի քանի ընթերցանությունից հետո դեռ չի տեղավորվում իր արժեքային համակարգի մեջ, արդարության առումով փորձում է արհեստականորեն այդ հատվածները այնպես հարմարացնի, որպեսզի Աստծուն արդար ցույց տա։ Ինչի՞։ Տեսեք, Աստծուն արդար ցույց տա, սա չի նշանակում, որ Աստված արդար չէ, բայց այն սկզբունքը, որ ինքը այդ հատվածում տեսնում է, չի տեղավորվում իր արդարության օղակներում եւ փորձում է Աստծուն իր արդարության օղակներում ներկայացնի։ Այսինքն այդ ժամանակ ինքը պետք է անպայման կոտրի Աստծո գերիշխանությունը, նրա սուվերեն ընտրության կամքը, այսինքն տեսեք, այս ամենը անելով փորձում է Աստծուն հարմարացնի իր արդարության օղակներին եւ փորձում է ներկայացնի Աստծուն փիլիսոփայական մարդկորեն տեսանկյունից։ Սա ամենավտանգավորն է, որ անում։ Դրա համար մենք պետք է Աստվածաշունչ տեսնենք ընդհանուր օրինակ Իսրայելի ընդհանուր ֆունկցիոնալ դերը մենք պետք է տեսնենք Աստծո ծրագրի մեջ։ Այո, այն ունի ընտրություն եւ մենք գիտենք, որ Աստծո ընտրությունը զղջալ չունի։ Հիմա մենք պետք է տեսնենք այդ դեպքում որն է պատճառը, որ Իսրայելը ետ քաշվեց եւ մերժեց Քրիստոսին։ Դրա համար մեր հատվածում առաքյալը սկսում է այդ միտքը զարգացնել եւ այդ մտքի առաջնային կոմպոնենտը ցույց է տալի այս 1-ից 5 համարներում 9-րդ գլխի Հռոմեացիս ցույց է տալի Իսրայելի ողբերգական կարգավիճակը եւ նրանց մեծ առավելությունները։ Եվ այս մեծ առավելությունների օղակներում ցույց է տալի, որ այդ մեծ առավելությունները, որոնք նույնիսկ եթե մենք հիմա ընթերցենք, կտեսնենք, որ ինչ մեծ առավելություններ են սրանք Իսրայելի 7 օրհնություններն են, որ իսրայելացիները գիտեն։ Ես կանադառնամ այդ ամեն ինչին եւ կտեսնենք ինչքանով են այս օրհնությունները, ինչպես են տարբերում մյուս ազգերից իսրայելացիներին։ Առաքյալը սա հենց այնպես չի ասում սիրելիս, բայց այս օրհնությունների հետ մեկտեղ առաքյալը ներկայացնում է, որ այդ օրհնությունները որևէ մեկ գործոն չեն կարող անեն մարդուն փրկելու, այսինքն միակ փրկության միջոցը, հիշեք, ընդհանուր հեղինակի նպատակը Հռոմեացիստում ներկայացնի ավետարանի
բուն նախասահմանված լինել, այսինքն ավետարանը, որ Քրիստոսն է կիզակենտրոնում, ես ամոթ չեմ համարում ավետարանը, որտեղ նրանով է մարդը փրկվում։ Եվ հեթանոսը, եւ հույնը, եւ հրեան, այսինքն բոլոր մարդկությունը։ Դրա համար ինքը ներկայացնում է, որ եթե մերժում են Քրիստոսի ավետարանը, այդ օրհնությունները, այդ մեծ առավելությունները որևէ մեկ դեր, մի միլիգրամ դեր չեն խաղա մարդու փրկության հարցում, որքանով էլ որ ինքը Աստծուց ստացել է այդ մեծ օրհնությունները, եւ ինքը գտնվում է ավելի այդ առավելությունների ներքո, եւ առավելությունների հետ մեկտեղ ինքը մերժում է միակ նպատակը Քրիստոսին։ Սա կարևոր է, որ առաքյալն անում։ Ուրեմն մենք առաջի հատվածում անդրադարձանք նրա ողբերգական վիճակին Իսրայելի եւ այդ ընդհանուր այդ օղակներում Պողոսը մեզ ցույց տվեց ընդհանուր առաջնային իր ներսի ապրումները Իսրայելի կարգավիճակի վրա։ Մենք տեսանք, որ Իսրայելի համար ինքը սրտի մեջ անպակաս ցավ ունի, այսինքն մի ցավ, որը չի դադարում։ Եվ նաև մենք տեսանք, որ այս ցավը ոչ միայն Պողոսինն է, նայեցինք 5 կտականում Մովսեսին, մենք ընդհանրապես տեսանք, որ այն բնութագիրն է վերստին ծնված անձի, որի մեջ քրիստոնյան աճում է Աստծուն ճանաչելով, սիրելով եւ նաև կորսվածների հանդեպ ցավ քաշելով։ Այսինքն որքանով նրա համար իրական է Աստծո արքայությունը, երկնքի փառքը, այնքանով նրա համար իրական է դառնում այսօր ներկա կյանքում իր շրջապատում կամ իր հասարակության մեջ, իր ազգի մեջ Քրիստոսին մերժողների կարգավիճակ, ասեն նրանց հավիտենական դատաստանը։ Եվ սա չի կարա անձը, ով շնորհքի տակ է, ում վրա թագավորում է շնորհքը, ով ճանաչում Աստծուն, չի կարա նրա սրտում խաղաղություն լինի կորսվածների հանդեպ։ Դրա համար մենք տեսանք, որ սա նույնիսկ հանդիսանում է ավետարանչությունը, այսինքն ավետարանը տարածելու գլխավոր հիմքերից մեկը։ Այսինքն առանց սրա, որքանով էլ անձը պատրաստ լինի ավետարանը տանելու կամ պատրաստ լինի ճշմարիտ ավետարանը փոխանցելու, եթե այս ցավը չկա, խնդիր կլինի նրա ավետարանչության մեջ։ Ուրեմն այս ցավը առաջնային է։ Ավետարանչության մեջ կարան լինեն տարբեր սխալմղումներ։ Մենք չենք խոսում այդ մասին, բայց մի փոքրիկ ակնարկեմ։ Շատ միսիոներներ երբեք այդպիսի ցավ չունեն կորսվածների հանդեպ։ Այդ միսիոներները, օրինակ միսիոներին հարց է տալի, որտեղ կուզես միսիոներ լինես, Ամերիկայում թե Աֆրիկայի, ասենք, ջունգլիների մի ցեղի մեջ, ասում է իհարկե Ամերիկայում, ինչի ինքը փնտրում է հարմարավետությունը։ Այսինքն շատ անգամ, շատ հաճախ միսիոներությունը այսօր, այս դարաշրջանում, այն ժամանակ է Դեմասին եք տեսնում այդպեսին։ Այսինքն որ կյանքի մտածում էր, որ Քրիստոսի հետ եթե ման եկավ, որդություն կժառանգի, եւ նաեւ շատ հաճախ տեսնում եք աշակերտներն ունեն այդ ակնկալությունը, սպասում են անմիջապես թագավորության մորն էին ուղարկել, որպեսզի ասի որդիներից մեկ այս կողմը նստի, մեկ այն կողմը, հեսա թագավորությունը գալու է։ Այսինքն սրա ակնկալությունները մարդկային եւ այս նույնպես մարդկորեն ակնկալիքները կա այսօրվա միսիոներության մեջ, որոնք առավել միսիոներ են, որովհետև ոչ թե ցավի սկզբունքն է, որ կորսվածները գնում են դեպի դժոխք կամ հավիտենական տանջանք, այլ շատ հեշտ աշխատանքը, ֆիզիկական աշխատանք չի պարունակում ըստ իրենց հասկացողության, այսինքն ֆինանսի խնդիր չկա, այսինքն ֆինանսը ստանում են ուրիշ տեղից միգուցե, ամեն դեպքում այս ամեն ինչը կարա հանդիսանալ սխալմղում, այսինքն միսիոներությունը իրականում միսիոներության կամ ավետարանը տարածելու ավետարանչության ինքում ընկած է կորսվածների համար ցավ քաշելը։ Դրա համար այս մարդիկ իրական միսիոներները հիվանդանում, նաև մահանում են, այսինքն այնպիսի տեղեր են գնում նրանք, որտեղ իրենց համար կլիմայական խնդիրներ կա, բայց նրանք այդ ցավն ունենալով գնում են, որպեսզի ավետարանը փոխանցեն այդ մարդկանց։ Սա միսիոներության գլխավոր հիմքն է։ Իսկ միսիոներության այլ լծակները, այսինքն փոխվել են ամեն դեպքում։ Մենք պետք է ուշադիր լինենք ընդհանրապես կրոնավոր հասկացողությունը եւ Քրիստոսի մեջ եղած հասկացողության։ Ուրեմն առաքյալը նաև ներկայացրեց, որ ընդհանուր ավետարանչության սկզբունքն է նաև հանդիսանում այս ցավ քաշելը, ինչպես Պողոսը ցավաքաշում իսրայելացիների իր ազգականների համար, որոնք Քրիստոսին մերժել են։ Եվ այս սկզբունքների մեջ մենք տեսանք, եթե Իսրայելի այս ողբերգական կարգավիճակը ամբողջությամբ նկարագրում է նաև Իսրայելի դերը կամ ֆունկցիան ընդհանուր Աստծո ընդհանուր ծրագրի մեջ։ Սա կարող է։ Հիմա մենք կանադառնանք նաև Իսրայելի երկրորդ բաժինը, խոսում է Իսրայելի առավելությունների մասին։ Եկեք ընթերցենք 1-ից 5 համարը, այսօր մենք խոսենք արդեն Իսրայելի մեծ առավելությունների մասին, այն մենք կտեսնենք 4-ից 5 համարներում, բայց նորից եկեք հասկանանք, որ Պողոս առաքյալի նպատակը ցույց տա այս առավելությունների ներքո նրանց ողբերգական վիճակը, այսինքն այս առավելությունները որևէ մեկ դեր չեն խաղում, եթե առավելություններ ունեցող անձը ի վերջո մերժում է Քրիստոսին որպես միակ փրկիչ։
որտեղ առավելությունները մեզ չեն տալի փրկություն։ Միակ առավելությունը փրկության հարցում դա Հիսուս Քրիստոսն է եւ ավետարանը, որը մեզ ներկայացնում է Քրիստոսին։ Եկեք ընթերցենք 1-5 համարները։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ ասում, իմ ճշմարտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։ Մենք անդրադարձանք, որ առաքյալ, երբ որ օգտագործում է հրեական ավանդույթային, այսինքն այդ երթումը, նրա մոտ իհարկե այն տիսականորեն չի, նրա մոտ այն արարողակարգ չի, այլ պարզապես փոքր վաղտվանից նրա ավանդույթից մնացած ազդեցություն, այսինքն մեծացել է ինքը դրա մեջ եւ ինքը երթումը միշտ օգտագործում է Աստծո առաջ։ Դա ինքը երթումի ժամանակ միշտ ասում է Աստծո առաջ, խշմտանքը Սուրբ Հոգով, այսինքն միշտ նրա երթումը պարունակում է ճշմարտություն։ Այդ երթման մեջ նրա այոն այո է, ոչ է ոչ, բայց երթումը է տալիս, որպեսզի ցույց տա իր անձնական ապրումների մասին։ Երբ որ ինքը տարածում է ավետարան, երբեք երթումով չի փորձում ավետարանը հաստատի։ Մամայի արև ճիշտ եմ ասում, այսպես է, Քրիստոսն է փրկիչը։ Նա երբեք դա չի անում, բայց ինչը որ վերաբերում է իր անձնական ապրումներին, իր սրտի միջի եղած ցավին, ինչ որ մեկի անտեպ ինքն ասում է ճշմարիտ եմ ասում, սուտ չեմ ասում, խշմտանքս էլ վկայում է Սուրբ Հոգով, որ անդադար ցավ ունեմ ես այդ մասին։ Այսինքն որպեսզի անձանց ցույց տա, որ ճշմարիտ եմ ասում, որ այդ ցավը իմ սրտում ներկա է։ Որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ իմ սրտին, որ կխնդրեի ես ինքս նզոված լինել Քրիստոսից իմ եղբայրների եւ մարմնավոր ազգականների համար, որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը եւ փառքը եւ ուխտերը եւ օրինադրությունը եւ պաշտոնը եւ խոստումները, սրանք 7 օրդություններն են, բացի Իսրայել բառից, 7 օրդություններ, որ ամեն իսրայելացի գիտի եւ դրանով նրանք պարծենում են։ Ես խոսեմ դրանք ինչի մասին են։ Որոնցն են հայրերը եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, սա արդեն ինքը մի կարևոր շեշտ է դնում։ Այդ օրդությունների մեջ կարևոր սեպ է խփում, որոնցից է նաեւ Քրիստոսը, որին դուք մերժեցիք, որոնցից է նաեւ որոնցն են հայրերը, նախահայրերը, այսինքն Աբրահամ, Իսահակ, Հակոբը, որոնց հետ Աստված ուխտը շարունակեց, որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, այս տեսեք հայրերից հետո անմիջապես խոսում է Քրիստոսի մասին, որտեղ Աբրահամի հետ արած ուխտի մեջ եւ Իսահակի եւ Հակոբի հետ այդ ուխտը շարունակելու մեջ է այդ սերունդով օրդությունը, նույնիսկ հեթանոսները կորտվեն քո սերունդով, դրա համար Քրիստոսին շեշտն է դնում, արդեն ավետարան, ասում դուք այդ ուխտը մերժեցիք։ Տեսեք, որոնց են հայրերը, որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, ամենի վրա Աստված օրհնյալ հավիտյանս ամեն։ Ուրեմն, ինչպես արդեն ասացինք, առաքյալը ներկայացնում է նրանց ողբերգական կարգավիճակը եւ նաեւ նրանց մեծ առավելությունները։ Շատ կարեւոր է, որ այս մեծ առավելությունների օղակներում ինքը ցույց է տալիս, որ նրանք անիծված են։ Տեսեք, անիծված բառը անաֆեմա բառն է, որ ասում են նզոված լինեի։ Առաքյալը ցույց է տալի, որ նրանք, որոնք այս առավելություններն ունեն, գտնվում են Աստծո անեծքի տակ։ Պատկերացնում եք ինչի մասն է խոսքը, որովհետև շեշտը Քրիստոսի վրա է։ Այսինքն որպեսզի այս անեծքը վերցվի, պետք է Քրիստոսը ընդունվի։ Այսինքն պետք է Քրիստոսը այդ անեծքը իր վրա վերցնի։ Իսրայելացիները մնացին այդ անեծքի տակ։ Այսինքն օրենքը այդ անեծքը չի վերցնում, օրենքը ուղղակի շատացնում է այդ անեծքը, որտեղ օրենքը ցույց է տալի մեղքի շատությունը մարդու վրա։ Եվ առաքյալն այս միտքը զարգացնում է, որ այսինքն այս օրդությունների հետ մեկտեղ նրանք մնում են Աստծուց բաժանված, որտեղ անեծք բառը անաֆեմա նաև նշանակում է դուրս շպրտված, հանված, անիծված, այսինքն Աստծո կողմից բարկության տակ եղող, այսինքն օրդությունների համար արգելք հանդիսացող։ Որովհետև տեսեք եբրայական մենտալիտետի մեջ միշտ օրդությունը կապված է Աստծո երեսը քո վրա փայլեցնելու հետ։ Նույնիսկ Մովսեսին, երբ որ Աստված ասում է այսպես կորտես Իսրայելին, Աստված իր երեսը ձեր վրա փայլեցնի, տա ձեզ իր խաղաղությունը։ Այսինքն սրանք կարևոր է իսրայելցու համար։ Դա համար նույնիսկ երբ որ մենք մի քիչ հետո կգնանք, երբ որ Հակոբը Եսավին պիտի տեսնի, Հակոբը Եսավին տեսնելուց ասում է ուզում էի քո երեսը տեսնեի փայլողի վրա, ինչպես Աստծո երեսը։ Այսինքն հաճությունը տեսնեի, որ դու իմ հանդեպ հաճություն ես, քո սրտում իմ հանդեպ վրեժխնդրություն չկա։ Սրանք կարևոր է, այսինքն երբ որ խոսքը գնում է օրդությունների եւ անեծքի մասին, պետք է հասկանանք, որ անեծքը դա Աստծո երեսը քեզանից ետ քաշելն է, այսինքն Աստված երեսով դարձրեց քեզ, երեսը ոչ թե դարձրեց քո վրա, այլ քեզանից երեսը ետ դարձրեց։ Սա Իսրայելի մենտալիտետի մեջ հասկացողությունն է, որ Աստծո անեծքի տակ ես, կամ Աստված քո վրա բարկացած է։ Առաքյալն օգտագործում է տարբեր տերմիններ, բարկության որդիներ, խավարի որդիներ, սրանք բոլորը նկարագրում են այդ հասկացողությունը։
Ուրեմն որոշ առումով նորից ներածական եղավ, քանի որ արդեն երկրորդ բաժնին ենք անդրադառնում Իսրայելի մեծ առավելությունների մասին, պետք է արդեն մենք կողմնորոշվենք, որ ամեն դեպքում այս առավելությունների մասին, որ խոսելու է առաքյալը, նրանք հենց այդպես չի ինքը տեղը, որտեղ հետևից արդեն տեսեք 6 համարից, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին ընկել, այսինքն ոչ իբր թե նրա խոստումը, որտեղից իսրայելացին գետին է ընկել, վերացել է, որտեղ ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայել, արդեն շեշտը դնում է Իսրայել բառի բովանդակության վրա։ Դա համար մենք հիմա երբ որ կանրադառնանք ամեն մի օրդությունների, կանրադառնանք ամեն մի օրդության կոնկրետ բովանդակության, կտեսնենք, որ այդ օրդությունը կոչված է Իսրայելի վրա, Աստված նրանց համար այդ ամենը արել է, բայց նրանք այդ ամենին հաղորդ չեն, որովհետև հաղորդ լինելը այն սոսինձը, որը որ այդ օրդությունները կդարձնի իրական օրդություն իսրայելացու համար, այդ անձի համար Քրիստոսն է։ Ինքը սա է անելու։ Այսինքն եթե այդ օրդությունների տակ ես, այդ ամենը քո համար Աստված արել է, բայց Քրիստոսին մերժում ես, այդ ամենը քո համար դառնալու է օրդություն, բայց անեծք։ Եկեք, առաջի օրդությունը, որի մասին խոսում է, առաքյալն ասում է 4-րդ համարում ուշադիր նայեք, որոնք իսրայելացի են։ Ասում նրանց համար ցավ եմ քաշում, որոնք իսրայելացի են։ Նորից եկեք հիշենք, ինչի համար առաքյալը առաջ քաշում Իսրայելին, որտեղ հարց կար, որ Աստծո որդիների փրկությունը կապված է Աստծո սուվերեն ընտրության հետ։ Եվ այդ ընտրությունն է, որ ում որ ընտրեց, նրանց էլ փառքի մասնակից է, նրանց էլ մտցնում է փառք։ Հիմա եւ փրկության նախախտերի շղթայի մեջ տեսնում ենք որևէ մի օղակով, որևէ մի անձ չի կորչում, որևէ մեկը դուրս չի մնում, ում որ սկզբից ճանաչեց կամ ում որ սկզբից ընտրեց, նրանց էլ նախասահմանեց իր որդու պատկերին կերպանակից լինելու, ում որ նախասահմանեց, որ որդու պատկերին կերպանակից լինել, նրանց կանչեց, եւ ում որ կանչեց, նրանց էլ ինչ արեց, արդարացրեց, եւ ում որ արդարացրեց, նրանց փառավորել արավ։ Այս օղակի։ Դրա համար հիմա հարց առաջանում է դեպքում Իսրայելը, եւ ինքը սկսում է արդեն զարգացնել Իսրայելի մասին սկզբունքը, որ նրանք մերժված են Աստծո ծրագրի մեջ որոշ ժամանակահատվածի եւ որոշ նպատակների համար։ Եթե նրանք չմերժվեին, ով հեթանոսներ, ձեզ դուր չէր բացվի փրկության։ Սա զարգացնելու առ եւ դա համար ասում է մի պարծեցի դու հեթանոսին արդեն ասում մի պարծեցի նրանց վրա մի ասա հա անկան ասում է եթե նա չխնայեց բնական ճյուղերին եւ մենք կանանանք թե ինչի մասին է խոսքը ով այդ պարծեցողը հիմա տեսեք ամեն դեպքում Աստծո շնորհքը ճանաչողը պարծանքը որպես բացական է գնահատում միշտ սերներս մի կարևոր սկզբունք ես միշտ ուզում եմ ավելի հիմքերը մանրամասն ասեմ որպեսզի մեր ընդհանուր թեմայի մեջ մեզ համար անհասկանալի բան չմնա տեսեք երբ որ մենք խոսում ենք Աստծո շնորհքի մասին սխալ ընկալումներ կա մենք անդրադարձել ենք ես խոսել եմ շատ ընդհանուր հռոմեացի թղթի մեջ Աստծո շնորհքի մասին խոսելուց մանավանդ մեկ ես մասին խոսենք, երբ որ կանադանանք թե ինչքանով առաջնային մեղքը վնաս է մարդուն, այն առումով, որ մարդու մոտ չկա ընդհանրապես կարողություն, պոտենցիալ Քրիստոսին ընդունելու, չկա այն հոգեորապես մահացած է, եւ բոլոր կոմպոնենտները մարդու խոսենք կամքի մասին, հասկացողության մասին, զգացմունքների մասին, ապրումների մասին, որոշումների, շատ բոլոր ամեն ինչի մասին խոսենք, կտեսնենք, որ բոլոր կողմերը վնասված եւ աստվածաշնչյան հատվածներով կտեսնենք որ նրանք չունեն կարողություն հավատալու եթե Աստծո շնորհքը չլինի այսինքն եթե մենք վերցնենք Աստծո շնորհքը որտեղ կա այսպիսի տեսություն Աստծո շնորհքը դա ուղղակի պատրաստել է Քրիստոսի փրկությունը մնացածը մարդկային բաժին է մարդը պիտի իր ազատ կամքով ընդունի Քրիստոսին այսինքն այստեղ նրանց հասկացողության մեջ Աստծո շնորհքը ուղղակի կապված է փրկությունը պատրաստելու հետ այսինքն փրկությունը պատրաստեց դա Աստծո շնորհն է այսինքն Քրիստոսի մեջ արտահայտված Աստծո շնորհքը որ կա այդ փրկությունը բայց այն ինչ որ Աստծո շնորհքը պիտի մարդու մեջ ներգործի նրա սիրտը փոխի անդրադառնա ազդի նրա կամքի վրա նրա հասկացողության վրա նրա ապրումների վրա նրա որոշումների վրա դա կապ չունի Աստծո շնորհքի հետ ոչ Աստծո շնորհքը դա համար առաքյալը Ֆիլիպեցիս թղթում ասում է Աստվածը իր ներգործությունով այսինքն Աստվածը ներգործում կամենալը եւ անելը իր հաճության պես ձեր մեջ այսինքն Աստված ներգործում է ձեզանում կամենալը եւ անելը կամենալը դա կամքն է կամեցողությունն է կամքի վրա եւ անելը նաեւ վերածվելու վարքի վրա այդտեղ էլ Աստված գործում դրա համար մենք պետք է հասկանանք այդ Աստծո շնորհքի սկզբունքը որովհետեւ տեսեք եթե Աստծո շնորհքը դիտարկվի միայն փրկությունը պատրաստված բայց մնացածը դրվի մարդու վրա խնդիր կա որովհետեւ տեսեք
երբ որ Առաքյալը խոսում է Հռոմեացի 5-րդ գլխում Աստծո շնորհքի մասին, ասում է շնորհքն է թագավորում ձեր վրա։ Մինչ հակաթեզիս է բերում, որ մինչև շնորհքի թագավորելը մեղքն է թագավորում ձեր վրա։ Եկեք հասկանանք, ինչ է նշանակում մեղքն է թագավորում ձեր վրա, կամ օրենքն է թագավորում մահով, մեղքով։ Ինչ է նշանակում մեղքը թագավորում։ Դա նշանակում է անձը գտնվում է մեղքի ազդեցության տակ։ Հետևանքում ինչ է, մահ, կամ հետևանքում մեղք։ Այսինքն, երբ որ շնորհքն է թագավորում, իսկ շնորհքը հիմա շնորհքը թագավորում է ձեր արդարությունով, այսինքն երբ որ շնորհքն է մեր վրա թագավորում, հետևանքում ինչ է մեր կյանքում գալիս, արդարություն։ Այսինքն Աստծո արդարություն եւ արդար վարվելը, բայց դա չի նշանակում, որ մենք կատարյալ արդեն Քրիստոսին նմանվել ենք, որտեղ Առաքյալն ասում է ես դեռ չեմ հասել, բայց թողում եմ հետիները, վազում եմ դեպի առաջինները, ինչպես ես Քրիստոսից բռնվեցի, այնպես Քրիստոսին բռնեմ։ Այսինքն ամբողջական նրա մեջ, ամբողջական մասնակից լինեմ նրա չարչարանքին, նրա մահվան, նրա փառքին, այսինքն ամբողջական Առաքյալը ցույց է, որ մենք դեռ կատարյալ չենք, բայց վազում ենք, այդ ընթացքը անցնում ենք։ Եվ իր կյանքի պարագան ասում ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, հիմա մնում է արդար պսակը։ Տեսեք, ամեն դեպքում շնորհքի թագավորությունը մեր վրա, այն արդարությունը, եթե շնորհքի եթե մեկի վրա թագավորում է շնորհքը, ամբողջությամբ շնորհքը ներգործում է նրա կյանքում, ներգործում է նրա ազդում է նրա կամքի, որոշումների, նրա հասկացողության, ամեն ինչի վրա, որպեսզի անձին բերի Քրիստոսի մեջ։ Հիմա մենք ավելի խոսելու ենք ավելի խորը, երբ որ անդրադառնանք 10-11-րդ գլուխներին, բայց հիմա տեսեք մի կարևոր սկզբունք։ Առաքյալն անդրադառնում է օրհնություններին, ամենամեծ օրհնություններին եւ առաջինը շեշտում է 4-րդ համարում, որոնք իսրայելացի են։ Ինչ է նշանակում իսրայելացի։ Սրա տակ, այս բառի տակ, իսրայելացի բառի տակ կա շատ մեծ պատմական բովանդակություն։ Ով է Իսրայելը։ Իսրայելը Հակոբն է, ում Աստված անունը փոխեց, ում տվեց, ասեց դու Իսրայել, սրանից հետո քեզ Հակոբ չասեն։ Հակոբ նշանակում է խաբեբա, խորամանկ։ Քեզ չասեն խաբեբա, ոտը բռնող, մենք ռուսերեն ասում ենք падմոշկա տվող, այսինքն խորամանկությունով քեզ հետ պահող, բռնող։ Այսինքն ասում է սրանից հետո քո անունը չլինի Հակոբ։ Ինչի՞։ Ինչ որ մի բան փոխեց Աստված Հակոբի կյանքում, եւ մենք սա կտեսնենք, սա նույնպես Աստծո շնորհքի գործոնն է, որտեղ Հակոբը դուրս եկավ օրհնությունների հետևից իր մարդկային կերպերով, խորամանկությունով, խաբելով փորձում է օրհնություն վերցնի։ Եվ Աստված ի վերջո նրա կյանքում բոլոր պարագաներն օգտագործելու է, որ ցույց տա, որ օրհնությունը դու չես կարող ձեռք բերես խաբեությունով։ Օրհնությունը կարաս ձեռք բերես, երբ որ Աստված հաճի քեզ իր ծրագրի մեջ բաժին տա։ Սա ամենակարևորն է, որ մենք տեսնելու ենք ինչպես է Հակոբը դառնում Իսրայել, ով է Հակոբին Իսրայել դարձնում։ Հակոբը չի դառնում Իսրայել, Հակոբին Աստված է սարքում Իսրայել։ Եվ սա Առաքյալը շեշտում է հենց առաջնային օրհնության մեջ, որոնք իսրայելացի են, այսինքն նրանց վրա է կոչված Իսրայելի անունը։ Եկեք անդրադառնանք այս Իսրայել բառի կարևոր բովանդակության, որ տեսնենք այդ ինչ մեծ առավելություն է իսրայելացի կոչվելը, կամ այդ անունը քո վրա դրվել։ Այս սա ամենակարևորներից է։ Առաջնային պետք է հասկանանք, որ Իսրայել դա նշանակում է, որ նրանք Հակոբի սերունդն են կամ Աբրահամի եւ Իսահակի Հակոբի հետ արած ուխտի շրջանակներում համարվում են Աբրահամի սերունդ ֆիզիոլոգիական առումով, նրանք ծնված են Աբրահամի սերմից, այսինքն կրում են Աբրահամի ժառանգություն հասկացողությունը եւ հետագա ընդհանուր պատմական այս հոգեվոր մեծ պատմության խորհուրդը առավել մեծ ցույց կտա թե ինչի մասին է խոսում կամ ինչի համար է իսրայելացի հասկացողություն ներկայացնում մեծ առավելություն եւ այդ մեծ առավելության ներքո ցույց է տալի որ որքանով էլ որ նրանց վրա կոչված է այս անունը նրանք գտնվում են Աստծո անեծքի տակ։ Դա Մարիկն ասում է ես կխնդրեի Աստծո որ ես այդ անեծքին վրա վերցնեի, այսինքն նրանք են այդ անեծքի տակ։ Հիմա եկեք անդրադառնանք ընդհանրապես Հակոբի պատմությանը ծննդոց գրքին, փորձենք այսօր ամբողջացնենք, չնայած ես փորձում եմ մանրամասն դրա համար ժամանակը չի երիքում սելերս։ Ամեն դեպքում ծննդոց 32-րդ գլխում դուք բոլորդ հիշում եք, թե ինչպես Հակոբը եւ իր մայրը փորձեցին, որպեսզի առաջնեկությունը կամ այդ օրհնությունը վերցնեն, խաբելով Հակոբը խաբեց եւ իր հորը խաբեց եւ իր եղբորը խաբեց եւ փախավ։ Եվ տեսնում եք այս փախուստից հետո ինչպես է Եսավի սրտում մնում վրեժխնդրությունը եւ Հակոբը այդ վրեժխնդրության ակնկալիքով, այդ վրեժխնդրության մասին տեղյակ լինելով գնում է հեռու եւ երբ որ ինքը պետք է արդեն հետ դառնա, իր մեջ կա արդեն վախ։ Եվ եկեք հիշենք, որ երբ որ Հակոբը գնում էր,
ճանապարհին Աստված Հակոբին հանդիպում է, եւ հիշում եք նա տեսիլ տեսավ երազի մեջ հրեշտակները բարձրանում եւ իջնում էին։ Եվ Աստված ուխտ արեց Հակոբի հետ։ Հիշում եք, Հակոբն էլ ասեց, եթե դու ինձ հասցնես եւ եթե դու ինձ հետ բերես, այսինքն եթե դու ինձ օրհնես, ես էլ քեզ իմ ամեն 10-րդը կտամ։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Սկզբից ես կանդրադառնամ Հակոբի փախուստին եւ ճանապարհին Աստված ինչպես հանդիպեց նրան եւ նաեւ հետ դառնալուն նույն կերպ Աստված հիմա տեսեք այս փախուստի ժամանակ ինչ որ Աստված նրան արեց եւ մեծ օրհնություններով օրհնեց, նա մեծ արդեն ունեցվածքով հետ է դառնում, բայց սրտի մեջ վախը։ Ինչ վախի մասին է խոսքը, մարդկորեն ավարվել եղբոր եւ հոր հետ խաբելը։ Եվ դրանից հետևանք սրտի մեջ դեռ վախն է։ Հիմա Աստված պիտի այդ հարցը լուծի։ Եվ այդ հարցը լուծելուց հետո է Աստված Հակոբին խաբեբային ասում դու Իսրայելն ես։ Աստծո հետ մարտնչեցիր եւ հաղթեցիր։ Հիմա ցույց կտամ թե ինչի մասն է այդ հաղթեցիր, ինչ խնդիր է այդ հաղթելը ինչի հետ է կապված։ Հիմա տեսեք։ Ես հիմա կարդամ գնալուց ինչպես է հանդիպում եւ 12 համարից 20 դուք կարող կարդաք ընդհանուր կոնտեքստը, որպեսզի ամեն ինչը մանրամասն իմանաք, որովհետեւ եթե դուք չկարդաք, իմ ասածը շատ բավարար ես ընտրովի հատվածներ եմ կարդում, որպեսզի ուղղակի պատմությանը ծանոթացնեմ։ Եվ երաս տեսավ եւ ահա մի սանդուղ փախնելուց, վախենալուց երկրի վրա դրված եւ նրա գլուխը երկինք էր դիպչում եւ ահա Աստծո հրեշտակները նրանով վեր էին գնում եւ իջնում։ Եվ ահա Յովան կանգնած էր նրա վրա եւ ասեց. Ես եմ Յովան քո հոր Աբրահամի Աստվածը եւ Իսահակի Աստվածը, այդ երկիրը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին։ Այն երկիրն էր, որի վրա ինքը գլուխը դրել էր քարին, փախնում էր, ասում այդ երկիրը քեզ եմ տալու եւ քո սերունդին։ Արդեն Աստված խոսում է իր ծրագրի մասին։ Ուշադիր նայեք, Աստծո օրհնությունները կապված չեն մեր կյանքը վայելելու մեր ցանկությունների հետ։ Երբեք ձեր կյանք չի գա Աստծո օրհնություն, եթե դուք ուզում եք այդ օրհնությունները գա, որպեսզի կյանքը վայելեք։ Դա միստիկական մոտեցում է, կան եկեղեցիներ, որ դա են քարոզում։ Այսինքն Աստված ճանաչությունը կապված է օրհնությունների հետ եւ կյանքը վայելելու հետ, որ ապահով լինես, անեծ չլինի քո կյանքում, որ դժվարություններ չլինեն քո կյանքում, բիզնեսը օրհնված լինի, որ առողջություն լինի, որ հարստանաս, սա այլ ավետարան, սա Աստվածաշնչյան ավետարան չի սիրելիներս։ Տեսեք, Աստծո օրհնությունները կապված են որքանով Աստված քեզ մասնակից անում իր ծրագրի փրկության։ Որքանով ես Քրիստոսի հետ հաղորդ, որքանով է Քրիստոսը քո հետ հարաբերություն ունենում եւ որքանով ես դու գտնվում Քրիստոսի մեջ։ Սրա հետաքրքիր Քրիստոսի մեջ գտնվել նշանակում է Աստծո ժողովուրդ դառնալ, այսինքն արժեքային համակարգի փոփոխություն, այսինքն կյանքի վայելք արդեն չկա այդ մարդու հասկացողության մեջ։ Արժեքային համակարգի փոփոխությունը Աստծո համար օգտագործվել է նշանակում ամեն ինչ նույնիսկ ունեցած կդնես Աստծո համար օգտագործվել համար, ոչ թե ունեցված կստանաս, որպեսզի օրհնվես։ Տեսեք, հիմա այս հասկացողության մեջ շատ կարևոր է սա տեսնել։ Եվ Յովան կանգնած էր նրա վրա եւ ասեց. Ես եմ Յովան քո հոր Աբրահամի Աստվածը եւ Իսահակի Աստվածը։ Այդ երկիրը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին, եւ քո սերունդը երկրի ավազի չափ կլինի եւ կտարածվի դեպի արևմուտք եւ արևելք։ Իմիջիալոց սա արդեն մարգարեական թղթերում ենք տեսնում, նույնիսկ հայտնության գրքում, թե Իսրայելի չափերը ինչքան է մեծանալու։ Սրանք շատ կարող հենց այնպեսի բառեր չկա Աստվածաշնչում։ Եվ քո սերունդը երկրի ավազի չափ կլինի եւ կտարածվի դեպի արևմուտք եւ արևելք եւ դեպի հյուսիս եւ հարավ եւ քեզանով կորտվեն երկրի բոլոր ազգերը եւ քո սերունդովը այդտեղ դամարարքյալը շեշտում է սերունդովը քո զավակովը ոչ թե սերունդներովը այլ զավակով այդ սերունդ բառը Քրիստոսին է վերաբերվում քո սերունդովը եւ ահա քեզ հետ եմ եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կպահեմ եւ քեզ այս երկիրը կդարձնեմ ահա ես քեզ հետ եմ եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կպահեմ ինչի վերևում ասեց ինչի որտեվ ես քեզ ընտրել եմ որ քեզանով Աբրահամի Իսահակի այդ ուխտը ի կատարածեմ դու օղակ ես երրորդ որից ես պիտի 12 որդիներ այսինքն Իսրայելի 12 ցեղերը հանեմ սրանք կարևոր է մենք հասկանանք ուրեմն եւ ահա ես քեզ հետ եմ եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կպահեմ եւ քեզ այս երկիրը կդարձնեմ նորից հիշեցնում է որտեվ քեզ չեմ թողի մինչեւ որ կատարեմ այն ինչ որ քեզ ասել եմ ինչ ասեց վերևում որ քեզանով դու ուխտի շրջանակներում երրորդ օղակն ես
տեսեք, որտեղ Աստված Աբրահամին ընտրեց սուվերեն կամքով, Աբրահամը լավը չէր, որտեղ Աբրահամ բոլորի նման հեթանոս էր Աբրահամ, բայց Աստված ընտրում է մեկին, որից հանում է Իսրայել, ինչի որպեսզի այդ Իսրայելի հետո դրան տալու է օրենք, եւ այդ օրենքի մեջ ուղարկում է արդեն սերունդին, որով մյուս ազգերը պետք է նաև փրկվեն, Քրիստոսին, ինչի է ուղարկում Իսրայելի մեջ Քրիստոսին։ Հիշում եք Քրիստոսի մասին, եւ նա եկավ մտավ օրենքի տակ, որ օրենքի տակ գեղոներին ազատի։ Այսինքն Քրիստոսը պիտի գար Իսրայելում, այսինքն պիտի Իսրայել ձևավորվեր, որպեսզի Իսրայել ձևավորվի, Աստված պետք է Աբրահամին կանչի, Աբրահամի հետ Իսահակից Հակոբ ծնվի, Հակոբից լինի 12 ցեղեր, 12 ցեղերից այսինքն պետք է լինի Հուդայի ցեղը, որից պիտի ծնվի Քրիստոսը, Աստվածամարդ, եւ նա պիտի դառնա փրկիչ, եւ նա պիտի այդ օրենքի շրջանակում ծնվի, որ օրենքի դեմ ինքը կատարյալ լինի, որ այդ արդարությունը ձեռք բերի եւ տա ամենքին, ում ինքը կարդարացնի։ Տեսեք, այսինքն սա Աստծո ծրագիրն է։ Հիմա Հակոբ հանդիսանում, այսինքն մենք հիմա խոսում ենք թե ինչ օգնության մասն է, որ առաքյալն ասում է, որոնք իսրայելացի են, կապված է Հակոբի հետ, Հակոբի սերունդն են ասում է, այն որ խոստացավ Աստված, Հակոբի սերունդն են։ Հիմա, բայց ամբողջացնել է, բայց օրդությունները երբեք չեն դառնա փրկության միջոց, եթե մերժվում միակ փրկության միջոց այդ սերունդը, Քրիստոսը։ Նրան ընդունել որպես մեղքերի քավություն, որովհետև չի կարա մարդը օրենքի գործերով մեղքերի քավություն ձեռք բերի։ Հիմա տեսեք, եւ քո սերունդը երկրի ավազի չափ կլինի եւ կտարածվի դեպի արևմուտք եւ արևելք եւ դեպի հյուսիս եւ հարավ եւ քեզանով կորտվեն երկրի բոլոր ազգերը եւ քո սերունդովը։ Եվ ահա ես քեզ հետ եմ եւ ամեն տեղ որ գնաս քեզ կպահեմ եւ քեզ այս երկիրը կդարձնեմ, որտեղ քեզ չեմ թողի մինչեւ որ կատարեմ այն ինչ որ քեզ ասել եմ։ Եվ Հակոբը զարթեց իր քնից եւ ասեց. իրավի Եհովան այստեղ է, ես չգիտեի, մեծ ապրում ունեցավ, եւ տեսեք, եւ վախեց ու ասեց։ Մենք գիտենք, որ ամեն ժամանակ, երբ որ Աստված հանդիպում է ուղակի, մարդը մահացածի նման ընկնում է։ Հովանեսը, որ Քրիստոսի հետ իր գլուխը միշտ Քրիստոսի դոշերին դրած էր, ամենամոտիկ աշակերտը, երբ որ Քրիստոսին փառավորյալ տեսավ, մահացածի նման ընկավ, մինչև Քրիստոսը դիպչեց, ասեց վեր կաց։ Այսօր շատերը խոսում են, որ շաբաթը մեկ Քրիստոսի հետ են լինում, տենում են իրան, գնում են, տանում է դժոխք պտտեցնում է, որպես էքսկուրսիա հետա բերում։ Սրանք բոլորը միստիկական մարդկային պատկերացումներ են եւ սրանք բոլորը պատմություններ են այն մարդկանց կողմից, որոնք ուզում են իրենց ավելի մյուսներից առավել ցույց տալ։ Չկա այդպիսի բան, սերներս։ Մենք Քրիստոսին կտեսնենք, երբ որ Քրիստոսը կգա, որտեղ եթե Քրիստոսին տեսնելու հարց կա, Քրիստոսին տեսնում են նրանք, որոնք այդ ծրագրի մեջ են։ Գիտեք, Քրիստոսը գովազդչանում, մի օր երևում է, մի օր չի երևում։ Ում որ պետքա, ասիկան մի հատ գնամ այս մեկին երևամ։ Այդպիսի բաներ չկա, զգուշ եղեք, սերներս։ Ամեն ով որ այդպիսի պատմություն ձեզ կպատնի, զգուշ եղեք, այն միստիկական դաշտն է, այն խապեբայի դաշտն է, ավելի կարելի այսպես մարդկային, միգուցե ինքը համոզված է, որ Քրիստոսին է տեսել, բայց արդյոք ինքը Քրիստոսին է տեսել։ Այս է խնդիրը։ Գիտեք, շատերն ունեն ապրումներ, դա միստիկական դաշտն է, ես այս մասին խոսել եմ, ունեն ապրումներ, ես համոզված եմ, որ իրենք ունեն այդ ապրումներ, եւ համոզված եմ, որ իրենք համոզված են, որ Քրիստոսին են տեսնում, կամ համոզված են, որ Սուրբ Հոգու ձայնն են լսում։ Ես համոզված եմ, որ իրենք համոզված են, բայց արդյոք այդ ձայնը Սուրբ Հոգու ձայնն է։ Այս դրա մեջ ես համոզված չեմ։ Ես համոզված եմ, որ իրանք սուտ չեն ասում, որ լսել են ձայն, բայց ում ձայնն են լսել, սրա մեջ ես համոզված չեմ։ Այ հենց ամբողջ խնդիրը սա է։ Եվ այդ մարդիկ, հիմա որոնք կլսեն այս խոսքը, իրանց դուրը չի գալի դա, որտեղ դա ճշմարտությունն է։ Որտեղ իրանք ձեզ կհամոզեն, որ դուք նրանց հարցնեք, իսկ ինչպես ես իմանամ, որ դու Քրիստոսի ձայնն ես լսել։ Իրանք ձեզ կասեն մի բան միայն, մի բան, ուրիշ բան չեն կարող ասեն, հավատացեք ինձ։ Ես սուտ չեմ խոսում։ Ես դա իրականում տեսել եմ, դա Քրիստոսն էր, այնպիսի նուրբ ձայն էր։ Իսկ ով ասում որ սատանան նուրբ ձայնով չի կարող խոսալ։ Կալում եք, դրա համար պետք է զգուշ մնանք, ում ձայնն են լսում, եւ այդ ձայնը ինչի են լսում, ինչ Աստվածաշունչ չկա, որ Աստված նրանց Աստվածաշնչով խոսա, ինչա Սուրբ Հոգին Աստվածաշունչը չի տվել, որ նույն խոսքով էլ քեզ խոսա, անպայման ձայն պիտի լսես, ակնկալում ես ձայն, կլսես, եթե ակնկալում ես, բայց ով այդ ձայնը քեզ տալի, այստեղ է խնդիրը։
Առաքյալը երբեք չասեց մի ուսուցում վարդապետական, որ դուք ձայներ կլսեք։ Սա Հակոբի հետ է կապված, ելնես։ Սա Հակոբն է, նախահայրն է, մարդիկ, որոնք Աստծո ծրագրի մեջ օղակներ են, նրանց է ինքը հանդիպում։ Հովսեփին երազով երևաց։ Այդ երազը Հովսեփի, մեր երազները չեն։ Հովսեփի երազը քրիստոսաբանության երազ է, քրիստալոգիայի միջի երազ է, Քրիստոսի հետ կապված երազ է։ Վերցրա քո որդուն եւ գնա, որտեվ Հերովդեսը փնտրում է որ սպանի։ Սրանք այն մեր երազները չեն, սրանք Աստծո ծրագրի միջի եղած հատուկ երազներ են։ Դրա համար պետք է ուշադիր լինենք։ Նույնիսկ Մարգարեն ասում, եթե մեկը երազ ա տեսել, թող խոսա ինչպես երազ։ Եթե մեկի մոտ իմ խոսքը կա, թող խոսա ինչպես իմ խոսք։ Այսինքն այստեղ մենք պետք է զանազանենք։ Լավ, ամեն դեպքում այսպես ամեն անգամ երբ որ խոսում ենք, մի ինչ որ թեմայի շուրջ ես փորձում ավելի խորանամ եւ ժամանակը հեռանում։ Ուրեմն մենք խոսում ենք Հակոբի եւ Հակոբը զարթեց իր քնից եւ ասեց իրավի Եհովան այստեղ է եւ չգիտե եւ վախեցավ ու ասեց ինչ ահավոր է այստեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստծո տունը եւ սա երկնքի դուռը։ Եւ Հակոբը առավոտանց կանող վեր կացավ, մենք հիշում ենք որ այդ տեղի անունը կոչեց եւ ամեն դեպքում մենք տեսնում ենք որ Հակոբը ուխտ արավ եւ ասեց եթե Աստված 20 համար, եթե Աստված ինձ հետ լինի, տեսեք այդ փախուստի ճանապարհին արդեն ինձ պահե այս ճանապարհում, որ ես գնում եմ եւ ինձ ուտելու հաց հագնելու հանդերձ տա եւ ես խաղաղությամբ ետ դառնամ իմ հոր տունը, Եհովան ինձ համար Աստված լինի։ Ուշադիր նայեք։ Հակոբը փախնում է, խաբել է հորը, աղբորը փախնում է։ Ճանապարհին Աստված, այսինքն Հակոբի արածը մենք տեսնում ենք մարդկային վարքն է, Հակոբն է, խաբել է։ Ու օգտություն է ուզում, առաջնեկություն է ուզում, ժառանգություն է ուզում։ Մոր հետ համաձայնվեցին, խաբեցին հորը, աղբորը, հիմա փախնում է։ Ճանապարհին Աստված ասում է հոп, սպասի եւ ցույց է տալի։ Աստված հայտնվում է Հակոբին եւ ուխտի մասին է խոսում։ Տեսնում եք տարբերությունը մարդու ակնկալություն եւ Աստծո հայտնություն։ Ուխտի մասին է խոսում, ես մա լսի։ Ես եմ այն Աստվածը, որ քո հոր հետ ուխտ եմ արել եւ դու հասարակ մեկը չես իմ համար, իմ ընտրության օղակներից մեկն ես։ Ոչ թե դու լավն ես, որ ես քո հետ այդ ուխտը արեցի։ Ես քեզ ընտրել եմ։ Հիմա ինչ ասում Հակոբը, եթե Տեր դու ինձ տանես, հագցնես, կերակրես, եւ մենք տեսնում ենք ինչպես է հետ բերում Աստված Հակոբին, հարստությունով, մեծ հարստությունով։ Եվ տեսնում ենք ինչպես է օրտում Լաբանի մոտ, որ Լաբանը խաբում է։ Հիմա հիշում եք, եթե Հակոբը եղբորը հորը խաբեց, Աստված թույլ տալ որ Լաբանը Հակոբին խաբի։ Եվ նաեւ եղբայրներն են խաբում Հակոբին։ Հովսեփին գցում են գալի, ասում են գայլը կերավ։ Հիշում եք, այսինքն Աստված կյանքում նաև Հակոբի միշտ ցույց է տալի որ տես խաբելի ինչ էր, տես դու սենց էիր, մա տես քո այդ սենց կաբարվել։ Սա կարևոր բան է, այսինքն այսպես աճեցնում է Հակոբին Աստված։ Անում է իր անձը, իր ուզած անձը, եւ մենք տեսնում ենք օրդություն, երբ որ ինքը ժառանգում է, արդեն զիստը կաղում է։ Էլ են ճարպկությունը չունի, բայց արդեն էլ Հակոբ չի, արդեն Իսրայել է։ Այ Պողոս առաքյալը այս ասմանք Իսրայելացի են։ Այդ մեծ բովանդակությամբ ունեցող անունը նրանց վրա է ականչված, բայց ավաղ Աստծո անեծքի տակ են։ Տեսնում եք, ինքը հատուկ չի։ Ես դեռ հələ 7 օրդություններին չեմ արադարձել, բայց արդեն առաջի օրդությունը խոսքը գնում է Իսրայելացի են, սրա մասին։ Տեսեք։ Եվ ամեն դեպքում հիմա եկեք անդրադառնանք Ծննդոց 32-ին ինչպես Հակոբը հետ դառնում, սերես նորից եմ ասում, ես ինչի եմ ընթերցում հատվածներ, որտեղ ամեն մի բառը կարևոր նշանակություն, որպեսզի մենք հասկանանք ինչի է Պողոս առաքյալը ասում նրանք իզրայելցի։ Այսինքն դա թվում է մեծ առավելություն։ Ինչու՞ է կայանում այդ մեծ առավելությունը, բայց այդ մեծ առավելություն ունեցողը չունի փրկություն։ Հիմա դրա համար առաքյալն ասում է ցավ կա սրտիս մեջ նրանց համար։ Հիմա տեսեք։ Եկեք արդեն 32-ին առանց որ Հակոբը հետ է դառնալու։ Տեսեք։ Ես չեմ ընթերցի ամբողջը սելես 32 երգլխի 1-ից մինչև ընթերցեք 32 համար եւ կտեսնեք շատ կարևոր, բայց ես որոշակի ընտրովի համարներ կկարդամ, կանադառնամ ամեն դեպքում հասկացողության, որպեսզի այդ գոնե բովանդակություն հասկանանք։ Եվ Հակոբը գնաց իր ճանապարհ, արդեն հետ է դառնում եւ Աստծո հրեշտակները նրան պատահեցին։ Տեսեք, փախնելուց պատահեց Աստված, չէ՞։ Աստծո հրեշտակները բարձրանում իջնում են։ Հիմա հետ գնալուց նույնպես ճանապարհին Աստված պատահում է, բայց հիշեք որ հետ գնալուց ինքը վախենալով է հետ գնում։
Հիմա Աստված պիտի այդ վախը փարատի։ Հիմա Աստված պիտի նրան Իսրայել անի։ Ինչպես է դա անելու, սա է կարևոր։ Տեսեք, եւ ես ինչի եմ սա ասում, որովհետեւ մենք տեսնելու ենք ինչպես է Հակոբը դառնում Իսրայել, այ դրա մասին է խոսում Պողոս առաքյալը։ Հակոբը Իսրայել է դառնում Աստծո հետ հարաբերությունով։ Հիմա տեսեք։ Եվ Հակոբը գնաց իր ճանապարհը եւ Աստծո հրեշտակները նրան պատահեցին։ Եվ Հակոբը երբ որ տեսավ նրանց, ասեց. «Սա Աստծո բանակն է»։ Ինչպես փախնելուց, «Սա բնակավայրն է»։ Իրավի Աստված որ այստեղ է։ Բանակ ժողովուրդ է, հրեշտակներին է տեսնում, որտեղ հրեշտակներին տեսավ, բանակն է, եւ այն տեղի անունը Մանայիմ դրավ, այն ժամանակ էլ Բեթել կոչեց, ճիշտ է, հիշում եք։ Հիմա եւ Հակոբն իր արչեւ падգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի դեպի Սեիր երկիրը Եդովմի գավառ, գնում է դեպի Սեիր Եդովմի գավառ։ Հիմա հետա դառնում падգամավորներ է ուղարկում եւ պատվիրեց նրանց ասելով. «Այսպես ասեցեք իմ տիրոջը Եսավին. քո ծառա Հակոբը այսպես է ասում. Լաբանի մոտ պանդխտություն արի եւ մինչեւ հիմա ուշացա»։ Տեսնում եք, ներողություն է խնդրում, վախը կա, ուշացա մինչև հիմա եւ ունեմ արչարներ եւ էշեր, հիմա հարուստ եմ, քեզ կարամ շատ բաներ տամ, կաշառեմ, որ հանկարծ ինձ չսպանես, իմ սերունդի ձեր վախը նայեք, տեսեք։ Եվ պատվիրեց նրանց ասելով. «Այսպես ասեք իմ տիրոջ Եսավին», իմ տիրոջ, խաբելուց Տերը չէր Եսավը, խաբելուց Տերը չէր ասում Եսավ Տեր քեզ խաբեցի, իմ տիրոջը Եսավին, քո ծառա Հակոբը, տեսնում եք, ինչ եք տեսնում, Հակոբը հələ ինքը որքանով էլ Աստծո հետ ուխտ արվել է, գնացել է Լաբանի հետ աշխատել, Աստված օրտել է ամեն ինչով, դեռ սրտի մեջ մարդկային վախը կա, այսինքն ինչը չկա, ինքը չի հասկանում, որ Աստծո ծրագրի մեջ եւ Աստված այս քեզ կպահեմ որ գնաս, հիշում եք, չի հասկանում հələ դա, այ հիմա վերջում տեսնելու ենք ինչպես է հասկանում դա, վախը կա, քո Եսավին դեպի, ասում է, ծառա Հակոբը այսպես է ասում, Լաբանի մոտ պանդխտություն արի եւ մինչեւ հիմա ուշացա եւ ունեմ արչարներ եւ էշեր, հոտեր եւ ծառաներ եւ աղախիններ, հիմա ուղարկում եմ իմ տիրոջն իմացնելու, որ քո առաջին շնորհ գտնեմ, այս ամենը ուղարկում եմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջից։ Եվ падգամավորները հետ դարձան Հակոբի մոտ եւ ասեցին. «Քո եղբայր Եսավի մոտ գնացինք, նա էլ 400 մարդով գալիս է քեզ դիմավորելու»։ 400 մարդով գալիս է քեզ դիմավորելու։ Հակոբի վիճակը պատկերացրեք։ Հիմա գալիս է քեզ դիմավորելու եւ Հակոբը շատ վախեց։ Տեսնում եք։ Եվ Հակոբը շատ վախեց եւ շփոթվեցավ եւ իր հետ եղած ժողովուրդը եւ հոտերը եւ արչարները եւ ուխտերը երկու խումբ բաժանեց։ Այսինքն նայեք մարդկորեն վարքը, ով որ կարևոր է, ուրիշ տեղ պահեց, որ ինքը կարողանա գոնե խնդրի չսպանի, այն մնացած որ այդքան կարևոր չի, այս կողմը դրեց։ Մարդկային սկզբունքը նայեք Հակոբի։ Այդ Հակոբը խաբեությունը, գործում է խորամանկությունը, ուշադիր նայեք, վախի հետ մեկտեղ։ Իմիջիալոց եկեք հիշենք, որ ստությունը, խաբեբայությունը, խորամանկությունը վախի հետ է կապված։ Այն վախի արտահայտությունն է։ Անձը վախենում է, դրա համար խաբում է։ Ինչի քրիստոնյան չի խաբում։ Որտեղ քրիստոնյան չի վախենում մարդկանցից։ Իրական քրիստոնյայի մեջ Աստված ներգործելով Աստծո վախը այնքան մեծ է, որ փարատում եւ ջարդում է դա։ Հիշեք առակած գիրքը։ Մարդկանց վախը քեզ ծուղակը կգցի։ Աստծո վախը քեզ դրանից կազատի։ Տեսնում եք։ Մարդկանցից վախը քեզ ծուղակը կգցի, իսկ Աստծո վախը այդ ծուղակից քեզ կազատի, առակած գիրքը։ Հիմա Հակոբի մոտ մարդկանց վախը կա, դա համար խորամանկություն, խաբեության լծակներն օգտագործում է, եւ սա բոլորի մոտ, բոլորիս մոտ է, մինչեւ Քրիստոսին ճանաչելը, մինչեւ Քրիստոսի շնորհքի ներգործումը, Քրիստոսի շնորհքը մեր թակավորումը արդարությունով, աճեցնում է։ Հիմա տեսեք, եւ Հակոբը շատ վախեց եւ շփոթվեցավ եւ իր հետ եղած ժողովուրդը եւ հոտերը եւ արչարները ուխտերը երկու խմբի բաժանեց եւ ասեց. եթե Եսավը մեկ խմբին հասնե եւ նրան զարկել ունի, մյուս խումբը կազատվի։ Եվ Հակոբն ասեց. ով իմ հոր Աբրահամի Աստված եւ իմ հոր Իսահակի Աստված, ով Եհովա, որ ասեցիր ինձ ետ դարձրիր քո երկիրը եւ քո հայրենիքը եւ քեզ բարիք կանեմ, ես արժանի չեմ այն ամեն ողորմություններին եւ ամեն հավատարմությանը, որ քո ծառային արել ես, որտեւ իմ գավազանով անցա այս Յորդանանիցը եւ հիմա երկու խմբի տեր եղա։ Ուշադիր նայեք ինչ արդեն խոսում Աստծո հետ իրավոտ, կարևոր սկզբունք կա որ տեսնեք։
ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որտեվ նրանից վախում եմ, միգուցե գա եւ զարկե ինձ եւ մորը տղաներով։ Վերջը կոտորի, վախենում եմ նրանից։ Ինչ է անում ինքը այդ վախի համար, Աստծուն աղ վախենում եմ, ուղղակի Աստծուն ասում որ վախենում եմ, բայց ուշադիր նայեք հիմա կարևոր սկզբում։ Եվ այն գիշեր այնտեղ մնաց եւ իր ձեռքի եղածիցը իր եղբայր Եսավի համար ընծաներ առավ, 200 էգ ոչխար եւ 20 խոյ, դուք կարդաք կտեսնեք ինչքան կարևոր շատ մեծ հարստություն պահում է որպեսի տա եղբորը, կաշառի որպեսի եղբայրը ձեռք չտերեն։ Եվ առաջին պատվիրեց ասելով, երբ որ իմ եղբայր Եսավը քեզ պատահե եւ քեզ հարցնե, տեսեք, մի րոպե հիմա ավելի խորը եւ ուղարկում այդ ծառը եւ ասում առաջինին այդ ծառը պատվիրեց ասելով երբ որ իմ եղբայր Եսավը քեզ պատահե եւ քեզ հարցնի ասելով դու որինն ես եւ ուր ես գնում եւ այս արչարները որինն են այն ժամանակ ասիր քո ծառա Հակոբինն է սա ընծա է ուղարկած իմ տեր Եսավին ահա ինքն էլ մեր յետևին է ասում եթե քեզ կհանդիպի ասի ես ինչ ոչխարները ես ու այս հարստության տերը ասա դա քո եղբայր Հակոբինն է քո համար է քեզ նվերը, որ հանկարծ դեր չտա։ Եվ այսպես է պատվիրեց երկրորդին եւ երրորդին էլ հոտերի ետևից բոլոր գնացողներին եւ ասեց. Ես այս խոսքի պես խոսեցեք Եսավի հետ, երբ որ նրան գտնեք։ Եվ ասեցեք. ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևին է, ընծաներով, որ իմ առաջին գնում է եւ հետո կտեսնեմ նրա երեսը գուցե ինձ ընդունե։ Տեսնում եք խնդիրը։ Աղոթեց նոր մի քիչ առաջ։ Ինչ աղոթեց։ Տեր այնպես արա որ նրա երեսը իմ վրա հաճելի լինի, որ ինձ չսպանի իր մոր հետ հոտերի եւ իմ զավակային մոր հետ։ Հիմա ասում է ուշադիր նայեք։ Ուղարկում է այս ամեն ինչը, ասում է միգուցե ինչ սպանի։ Այսինքն աղոթում է, բայց կասկածում է։ Գալու եք, բայց ուշադիր նայեք, Աստված ինչ որ ասեց։ Լաբանի մոտ օրհնությունները տվեց, եւ մենք ենք այսպես։ Մարդն է այսպես մարդու էությունն ասա մարդկայինը Հակոբն է դեռ Հակոբը դա համար եմ ուզում ցույց տամ որ տեսնեք նրա արչարը եւ ընդունե հա նորից կարդանք որովհետեւ ասում է կկակաղացնեմ կամ կփապկացնեմ նրա երեսը այն ընծաներով որ իմ առաջից գնում են եւ հետո կտեսնեմ նրա օրերս գուցե ինձ ընդունե Եվ ընծաները նրա առաջին գնացին եւ նա այն գիշեր այնտեղ մնաց բանակի մեջ եւ այն գիշեր վեր կացավ եւ իր երկու կանայք եւ իր երկու օղախիներին եւ իր 11 որդերին առավ եւ Հակոբի անցքից անցավ տարավ ուրիշ տեղ եւ նրանց առավ եւ վտակից անցրեց եւ իր բոլոր ունեցածը անցրեց եւ Հակոբը մինակ մնաց եւ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչեւ արշալույսի ծագելը ամբողջ գիշեր մի մարդ Սկսեց նրա հետ պատերազմել, գոտեմարտել, կռվում էին իրար հետ։ Տեսեք, Հակոբը փորձում է մարդկորեն հաղթի։ Եվ տեսա, որ չկարողացավ նրան հաղթել, այսինքն այդ ում հետ որ վիճում էր, եւ Հակոբը մինակ մնաց եւ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ եւ մինչեւ արշալույս ծագելը եւ տեսա, որ չկարողացավ նրան հաղթել, նրա զստի ամոջի, այդտեղ չկարողացավ նրան հաղթել, դի ճիշտ հասկանաք։ Այսինքն տեսնում է, որ Հակոբը դեռ պատերազմում է, ել վրան հալ չկա, բայց հələ կռվում է։ Հա ուզում է հաղթի։ Հակոբի մարդկային վարքն է։ Ամեն ինչ ուզում է անի, հասնի։ Հիմա ուշադիր նայեք։ Եվ տեսա որ այսինքն մարդը դա մենք տեսնում ենք վերջում որ դա Աստված է կերպարի մեջ, այսինքն դա թեոֆանիա է, մարդու կերպարի մեջ, հիմա ուշադիր նայեք եւ տեսա որ չկարողացավ նրան նրա զստի ամոջիղը թուլացրեց նրա գոտեմարտած ժամանակ։ Կապավ մի հատ ոտին ուղակի եւ վերջ նրա ոտը դառավ ինվալիդ, թուլացավ նրա զստի ամոջիղը, թուլացավ նրա գոտեմարտի ժամանակ։ Ջիլը կդրվեց եւ նա ասեց Թող տուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց։ Եվ ասում է ձեռներդ քաշի, թող ինձ։ Արդեն դու վնասվել ես, չես կարող պատերազմես, ուշադիր նայեք այդ կարգավիճակում։ Թուլացավ նրա գոտեմարը եւ նա ասեց. «Թող տուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց»։ Եվ Հակոբն ասեց. «Չեմ թողի քեզ, մինչև որ ինձ չորտնես»։ Հիմա Հակոբը
օրդությունը ումից է ակնկալում, ինքը հասկանում է։ Իսկ առաջ ինչ օրդության խափելով էր ուզում օրդությունը վայել, խափելով ուզում էր օրդություն ձեռք բերի, ժառանգություն, օրդություն, անդրանիկ լինել, այսինքն այդ օրդությունները խափելով։ Հիմա ասում է քեզ չեմ թողի մինչև ինչ չորտես։ Ինչի, որտեվ տեսնում է որ չի կարողանում հաղթի, տեսնում է որ այդ անձ իրանից ուժեղ է եւ հետո հասկանում է, ուշադիր նայեք, ասում է քո անունը ինչ է, հարց է տալի, ակնկալում է, անձը չի պատասխանում իր անունը, որտեվ Աստծո կերպարն է, ուշադիր նայեք։ Եվ տեսավ չկարողացավ նրան հաղթել, նրա զստին ամոջիգը թողեցավ, նրա գոտեմարտած ժամանակ եւ նա ասեց. «Թող տուր ինձ, որտեվ արշալույսը ծագեց», եւ Հակոբն ասեց. «Չեմ թողի քեզ մինչեւ ինչ չորտես»։ Եվ նա ասեց նրան. «Ինչ է անունդ»։ Նա էլ ասեց. «Հակոբ է»։ Եվ նա ասեց. Հիմա տեսեք ինչպես հաղորդությունը գալի։ Այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել։ Ինչի՞։ Որտեվ Աստծո հետ, մարդկանց հետ մարտնչեցիր եւ հաղթեցիր։ Հիմա ուշադիր նայեք, եւ Հակոբը հարցրեց եւ ասեց. «Աղաչում եմ, անունդ ասա»։ Եվ նա ասեց. «Ինչու ես իմ անունը հարցնում»։ Եվ նա օրտեց նրան այնտեղ։ Եվ Հակոբն այդտեղի անունը Փանուել դրավ, որովհետեւ ասեց. «Դեմ առ դեմ տեսա Աստծուն, եւ իմ անձը ողջ մնաց»։ Ուշադիր նայեք, եւ արեգակը դուրս եկավ նրա վրա, երբ որ Փանուելից անցավ եւ իր զստի վրա կաղում էր։ Նրա համար Իսրայելի որդիք այդ զիստը չեն ուտում, որտեվ այսինքն զոհի ժամանակ չեն ուտում, մինչև այսօրը, որտեվ Հակոբի զստի թուլացած ջղին դիպավ։ Հիմա մի քիչ հետո մենք անհարթ ենք, թե ինչպես է Եսավը նրան հանդիպում եւ ինչ խոսքեր ասում Հակոբը, բայց ուշադիր եք, արդեն նրա անունը փոխված է։ Ինչ է սա ցույց տալիս, ելներս, եկեք սրան ավելի խորը անդրադառնանք այս հատվածին։ Առաջնային եկեք հասկանանք, որ Աստվածաշնչում, երբ որ Աստված փոխում է մարդկանց անունները, ուղղակի անունները չի փոխում։ Աստվածաշնչում անունները կապված են հատկությունների, նույնիսկ Աստծո անունները Էլ-Ռոյի, Եհովա Ռաֆա, այսինքն դրանք նրա հատկություններն են։ Եհովա Ռաֆա, Տերը կբժշկե, Տերը բժիշկ, Եհովա Շալոմ, խաղաղության Տեր, այսինքն սրանք ամեն մեկը հատկություն են։ Դա համար Հակոբի էությունն է փոխում Աստված։ Ասենք Սիմոնին ասում է դու Պետրոս, կլինես ժայռ, եթե դու տատանվող ես, կասկածող ես, վազող ես, կարաս ինձ ուրանց քո անունը լինի Պետրոս ժայռ, դու ի վերջո ավելի հաստատ կդին։ Այսինքն սրանք հատկություններն է։ Դրա համար երբ որ Հակոբին ինքը սարքում է Իսրայել, արդեն Հակոբի հատկությունն է փոխում։ Հակոբը հասկանում է, որ օրհնության աղբյուրը մարդկային միջոցները չեն, մարդկային կերպերը չեն, խաբեությունով ձեռք բերել չի։ Օրհնության աղբյուրը Աստված է եւ Աստծո ծրագրին, Աստծո ուխտին մասնակից լինելը։ Տեսեք, մենք նոր ուխտի մասնակից ենք եղել եւ առաքյալը Եբրայեցիստում ասում է դուք մասնակից եղաք նոր ուխտին Քրիստոսին ընդունելով, մենք նոր ուխտին Աստծո հետ նոր պայմանի մեջ ենք մտած։ Դրա համար այդ մեր օրհնությունները մեր կյանքի եկած, ամեն դեպքում մեր ապահովությունը, որքանով որ Աստծո կամքը կլինի, ինչքանով Աստված կկամենա իր նպատակներին հավասար, որտեղ Աստված կարա թույլ տա մեր կյանք փորձություններ, նույնպես Քրիստոսին նմանեցնելու համար։ Այսինքն ամեն ինչը կապված է մեր այդ ուխտի մեջ լինելու հետ։ Հիմա նույնը Հակոբի կյանքում փոխվեց, այսինքն Հակոբը ի վերջո հասկանում է, որ նրա նկարագիրը փոխված է, այսինքն նրա բույնեությունը, նրա անձը։ Դա համար ի վերջո հասկանում է, որ ով է օգնության աղբյուրը։ Սա ամենակարևորն է։ Այսինքն եթե Հակոբի կյանքում նայում ենք, ում հետ որ նա վիճում էր, ումից մի բան ակնկալում էր, հասնում էր դրան խաբեությունով, հիմա հասկանում է, որ չի կարողանում այս անձին հաղթի եւ վերջ այդ անձը կարա իրան սպանի։ Եվ ինքը հասկանում որ այս անձը իրանից զորավոր է եւ իրանից զորավորի հետ ում որ չի կարողանում հաղթի, նրանից ակնկալում է օրհնություն, քո անունն ասա եւ օրհնություն։ Այսինքն մենք տեսնում ենք որ Ադամար Աստված շեշտում է Աստծո հետ մարտնչեցիր եւ մարդկանց հետ շեշտում է, տեսեք, մարդկանց հետ մարտնչեցիր, հաղթեցիր, Աստծո հետ մարտնչեցիր, հաղթեցիր, այսինքն օրհնություն կտամ քեզ։ Սա չի նշանակում որ Հակոբը Աստծուն հաղթեց, պետք է ճիշտ հասկանանք, որտեղ մարտնչում էր մարդու հետ, բայց Աստծո կերպարից է Թեոֆանիա է կոչվում, երբ որ Աստված հայտնվում է հրեշտակների միջոցով, կարա լինի նույնպես Աստծո կերպարը, հրեշտակի միջոցով խոսում է որպես մարդ, բայց տեսնում եք որ այդ հրեշտակը այնպես է խոսում, որ Աստված է խոսում։ Սա Տավարած գրքում կարաք տեսնեք, չեմ ուզում անդրադառնամ այդ հատվածներին։ Այսինքն հրեշտակը չի ասում իմ Տերն ինձ ուղարկեց, խոսում է որպես Տեր, արդեն տեսնում ենք, որ սա Թեոֆանիա է, սա Աստծո ծրագրի մեջ որոշակի հատվածներ է, որտեղ Աստված հանդիպում է հատուկ նպատակի համար, Իսրայելի հետ կապված,
Այսինքն Իսրայելի հետ կապված ամեն ինչը կապված է Քրիստոսի անձի հետ։ Դրա համար դա քրիստոլոգիայի հետ կապված բան է։ Այսինքն այդ հայտությունները քրիստոսաբանության օղակներում են։ Այնպիսի հայտություններ չէ, որ Աստված հենց այնպես հայտնում է։ Պետք է հասկանանք սա։ Հիմա տեսեք, այս նույն խորամանկության մեջ է գտվում նաև Իսրայելը, այսինքն նրանք, որոնք մերժում են Քրիստոսին։ Հիշում եք, այսինքն նրանք իրենց խորամանկությունն օգտագործում են նույնիսկ խոստացյալ փրկչի վրա, Քրիստոսին խաբելով խորամանկությունով փորձում են ծուղակը գցեն։ Նույնը Հակոբն էր անում։ Հիմա Հակոբը հասկացել է, որ օրհնությունը Աստծո հետ կապված, այսինքն Մեսիային ընդունելն։ Ամեն դեպքում ես ուղղակի կոնտեքստուալիզացիա եմ անում ոչ ավելի հարմար ձևի, պետք է հասկանանք, որ այսինքն Աստծո հետ հարաբերությունն է, օրհնությունը Աստծո ձեռքերի մեջ եւ Աստված պիտի տա։ Չես կարող խաբեությունով այն ձեռք բերես։ Սա հասկացել է։ Այս ամենակարևոր շեշտն է, դրա համար եմ ասում, նույնիսկ մենք փարիսեցիների եւ դեպի հրեաների այդ շրջանի, որ Քրիստոսին մերժեցին, սա եք տեսնում, որ փորձում էին խաբեությունով ժողովրդականություն վայելեն, փառք էին փնտրում իրենց փառքը խաբելով, խորամանկությունով, Քրիստոսին ծուղակը գցելով, փորձում էին Քրիստոսից ավելի իմաստուն Երևան, այսինքն ցույց տան, որ նրանցն է փառքը, այսինքն ժողովուրդը իրական ճշմարտություն նրանք են ասում։ Սա մարդկային կերպերն է, նույն խորամանկությունն է, ինչ անում էր Հակոբը։ Հիմա տեսեք, ամեն դեպքում եւ արդեն կանադառնանք Եսավին տեսնելուց եւ սա կարևոր սկզբունք եւ կավարտենք, որտեղ ժամանակ անցավ բավարար։ Եվ տեսեք, այդ օրհնությունից հետո նորից հասկանանք ինչի հետ էր կապված օրհնությունը, երբ որ Հակոբը հասկացավ, որ օրհնությունը Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ անմիջապես այդ հասկացողությունից Աստված ուղղակի նրա զիստը թույլատրեց։ Այս հասկացողությունից Հակոբը կաղալով էր գնում արդեն ամբողջ կյանքում այդ կաղը կար։ Այդ կաղությունը նրան հիշեցնում էր, թե ում հետ է պատերազմ է։ Այդ կաղությունը, այդ նշանը նրա մարմնի վրա միշտ հիշեցնում էր, որ օրհնությունը ում ձեռքերի մեջ է, եւ այդ կաղությունը, այսինքն ամեն դեպքում ցույց է տալի, որ քո կարողությունով չես կարա։ Հակոբ, դու կաղ ես քո կարողության առումով։ Դու չունես կարողություն։ Ես եմ դա անում։ Դա Աստծո նշանն է, որպեսզի ցույց տա, որ Հակոբ, դու էլ Հակոբ չես, դու Իսրայել ես, հանգիստ նստի տեղդ, ինչ որ ես կանեմ։ Սա ամենակարևորն է։ Հիմա այս առումով արդեն 33-ում Հակոբն իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տվավ, եւ ահա Եսավը գալիս է, եւ նրա այդ 400 մարդ եւ զավակներին բաժանեց, տվավ Լիային եւ Ռաքելին եւ երկու աղախիներին, եւ աղախիներին իրեն զավակներով աճ դրավ եւ Լիային իր զավակներով ետ քաշեց, Ռաքելին եւ Հովսեփին ամենից ետ, այսինքն ում սիրում էր ավելի հետ տարավ, ում այդքան կարևոր չէր առաջ թողեց, գոնե սպանելուց նրանց սպանի, տեսեք մարդկորեն, բայց արդեն օրհնությունը կա։ Հիմա ուշադիր նայեք։ Եվ ինքն ասեց նրա առաջը, եւ մինչեւ երկիրը 7 անգամ խոնարհություն արա, մինչեւ իր եղբոր մոտենալը, այսինքն եւ Եսավը վազեց նրան դիմավորելու եւ գրկեց նրան, եւ նրան պարանոցով նկավ եւ համբուրեց նրան եւ լացին։ Եվ Եսավն իր աչքերը բացրեց եւ ցա կանայք ու զավակներ եւ ասեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Եվ նա ասեց. «Այն զավակներն են, որ Աստված քո ծառային պարգևել է»։ Եվ աղախիներն ու նրանց զավակները մոտեցան եւ խոնարհություն արին, եւ Լիան էլ իր զավակներով մոտեցավ եւ խոնարհություն արին, եւ Լիայի հետ Հովսեփը եւ Ռաքելը մոտեցան եւ խոնարհություն արին պաղկվածները, եւ Եսավն ասեց. «Ինչ են այս բոլոր խումբը, որին ես պատահեցի, եւ ճանապարհի սկզբից ովքեր էին գալի ինձ այդ հարստությունով»։ Տեսեք ինչ է ասում։ Եվ Հակոբն ասեց. «Իմ տիրոջ առաջին շնորհ գտնելու համար է»։ Հիմա ուշադիր նայեք։ Եսավի սիրտը ով է փոխում։ Եսավի սիրտը փոխում է Հակոբի ընծաները, Եսավի սիրտը փոխում է Աստված, որտեղ դա Աստծո ծրագիրն է։ Աստված մարդու սիրտը կարա շուտ է։ Հիշում եք Առակաց գիրքը, թագավորի սիրտը Աստծո ձեռքերի մեջ է, որ կողմ ուզե շուր կտա։ Երբ որ մենք խոսում ենք, սա չի նշանակում, երբ որ մենք կանադառնանք մի հատված կա, որտեղ ցույց կտամ, որ մարդու սիրտը կարա խստացնի Աստված։ Սա չի նշանակում, որ Աստված սրտերը խստացնում է։ Ուշադիր նայեք, երբ որ դուք Ելից գիրքը կնայեք, պարբերաբար կտեսնեք, եւ Եհովան խստացրեց Փարավոնի սիրտը, մեկ էլ մի քիչ հետո կտեսնեք, եւ Փարավոնը խստացրեց իր սիրտը։ Նորից Եհովան խստացրեց Փարավոնի սիրտը, եւ Փարավոնը խստացրեց պարբերաբար։ Եվ նա է ասում, եւ նա ինչ է նշանակում։ Աստված կարիք չունի որևէ մեկի սիրտը խստացնի, որովհետեւ ինչի, գիտեք, որովհետև այդ սրտերը ծնված օրվանից խիստ են։ Աստված ուղղակի թույլ է տալի այդ խստությունը արտահայտվի, թե ոչ։ Կարա զսպի չարտահայտվի, բայց կարա թույլ տա։ Այսինքն Աստված չի խստացնում։ Աստված թույլ է տալի, որ արդեն եղած խստությունը արտահայտվի։ Մենք այս մասին խոսենք ավելի խոր կտեսնենք։ Պետք չի, որ Աստված մարդու կամքի վրա ներգործի, պետք է մենք հասկանանք ինչ մասն է խոսքը։ Երբ որ մենք ասում ենք խստացրեց, Աստված մարդու սիրտը խստացրեց, սա չի նշանակում, որ Աստված մարդու կամքի վրա ներգործեց, որ մարդը գնա եւ մեղք գործի, չարություն անի։
Ոչ, դրա կարիքը չկա։ Ինչի՞։ Որտեղ մարդը ծնված օրվանից չար է։ Կարիք չկա, որ Աստված մարդու սրտի մեջ չարություն դնի։ Ուղղակի Աստված կարա այդ չարությունը զսպի, որ չգործի այդ մարդ, որ իր սրտում կա, եւ կարա չգործի եւ այդ մարդու սրտի չարությունը արտահայտվի։ Պետք չի, որ Աստված, երբ որ ասում են կամքի վրա գործել, պետք չի, որ Աստված մարդու ազատ կամքը վերցնի։ Ինչի, որտեղ մարդը ազատ կամք ծնված օրվանից չունի, իր կամքը գերի է մեղքին։ Ինչ ազատ կամքի մասին ենք խոսում։ Այսինքն դրա համար, երբ որ մենք ասում ենք Աստված խստացեց, պետք է ճիշտ հասկանանք ինչի մասն է։ Հիմա տեսեք, ինչպես է Աստված ներգործում Եսավի կյանքում։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Տեսեք, ես հատվածը կընթերցեմ եւ ամբողջացնենք սրանից։ Եվ 15 համարը դերցենք։ Եվ Եսավն ասեց. ներողություն, եւ Եսավն ասեց շուտ ներողություն։ Խնդրում եմ ընդունիր քեզ բերած ընծաս, որովհետեւ 11 համարը, որովհետեւ ողորմեց ինձ եւ որովհետեւ ես այս ամեն բաներն ունեմ եւ ստիպեց նրան եւ նա էլ ընդունեց։ Բայց մինչեւ այդ տեսեք Եսավն ինչ ասում։ Եվ Եսավն ասեց. ինչ են այս բոլոր խումբը, որ ես պատեցի 8 համարից։ Եվ Հակոբն ասեց. իմ տիրոջ առաջին շնորհ գտնելու համար է։ Եվ Եսավն ասեց. ես շատ ունեմ եղբայր։ Իմը քոնը քեզ լինի։ Եվ Հակոբն ասեց. ոչ, խնդրում եմ, եթե քո առաջին շնորհ գտա, ընդունիր ինձ ընծաս եւ իմ ձեռքիցը հենց նրա համար, որ տեսա քո երես Աստծո երես որպես տեսնելու, պես եւ ինձ հաճեցիր։ Խնդրեմ, ընդունիր քեզ բերած ընծաս, որտեվ Աստված ողորմեց ինձ եւ որտեվ ես ամեն բան ունեմ եւ ստիպեց նրան եւ նա էլ ընդունեց։ Բայց տեսեք Եսավն ինչ ասում։ Եվ Եսավին, երբ որ ասում այս բոլորն ուղարկեցի, որ ընդունես, Եսավն ասում է 8 համարում։ Եվ Եսավն ասեց. ինչ են այս բոլոր խումբը, որին ես պատեցի։ Եվ Հակոբն ասեց. իմ տիրոջ առաջին շնորհ գտնելու համար է։ Ուղարկել է, որ ինձ չվնասես, եւ Եսավն ասեց. ես շատ ունեմ։ Եղբայրիմ, քոնը քեզ լինի։ Եվ Հակոբն ասեց. ոչ, խնդրում եմ, ես քո առաջին շնորհ գտնելու համար ընդունիր սա։ Այսինքն, երբ որ մենք անդրադառնանք նաև 15 համարին, եկեք անդրադառնանք 15 համարին, եւ Եսավն ասեց. թող իմ հետ եղող ժողովուրդը քեզ մոտ ձգեմ, եւ նա ասեց. ինչու է պետք, թող իմ տիրոջ առաջին շնորհ գտնեմ։ Այսպես ետ դարձավ Եսավը այն օրը իր ճանապարհով եւ դեպի Սեյր, եւ Հակոբը սակով չվեց եւ իր համար տուն շինեց եւ իր հոտերի համար փարախներ շեց։ Նրա համար այնտեղի անունը Սակով ասվեցավ։ Տեսեք, այսինքն ինչից որ վախենում է, ի վերջո տեսնում եք, որ Աստված է նրան հաշտեցնում եղբոր հետ։ Եղբոր սիրտ Աստված բացեց, այսինքն այդ ընծաները չեն, ստիպելով ընծաները վերցրեց Եսավը։ Բայց իրականում Եսավն ասեց. ես շատ ունեմ եղբայր, այսինքն դրանով դու չես կարա իմ սիրտը փշրես, իմ սիրտը միայն Աստված է, այսինքն Եսավը դա չի հասկանում, բայց Աստված է Եսավի սիրտը։ Մենք տեսնում ենք ինչ խոսքեր ասում. տեսա քո երեսը Աստծո երեսը տեսնելու պես եւ ինձ հաճեցիր։ Հիշում եք, ես խոսեցի օրդության մասին, ինչ է նշանակում, ասում է, ինչպես Աստված իր երեսը փայլեցնի, հաճելի լինես նրան, ասում է, ես քո երեսը Աստծո երեսի պես տեսա, փայլում էր ինձ տեսնելով եւ տեսա, որ քո սրտի մեջ վրեժխնդրություն չկա։ Ով է սա անում? Աստված, որովհետեւ Աստված օրդում է Հակոբին։ Եվ սրանից հետո եւ այս ամենը Պողոս առաքյալն օգտագործում է, այսինքն մենք տեսնում ենք Հակոբը ինչպես է դառնում Իսրայել, բայց Իսրայել անվան հետ կապված է Աստծո օրդությունը եւ Պողոս առաքյալն ասում է նրանք իսրայելացի են, այս պատմության բովանդակության մեծ անունը նրանց վրա է կոչված, բայց Քրիստոսին մերժեցին, այսինքն օրդության իրական աղբյուրը մերժում են։ Սա առաջի մեծ առավելությունն է, որի մասին մենք տեսնում ենք մեր հատվածում։ Սա նման է մի կարևոր սկզբունքի, երբ որ մենք շատ հաճախ մարդիկ շատ սիրում են իրենց վրա վերցնեն կարևոր անուն, որը իր մեջ ունի բովանդակություն, օրինակ, երբ որ հարցնում ես ուղղափառ եմ, ուղղափառ բառի նույնիսկ նշանակությունը չի հասկանում։ Ուղղափառ նշանակում է ուղիղ վարդապետություն ունեմ, աստվածաշնչյան վարդապետության մեջ եմ։ Եվ սա մարդիկ շատ հաճախ օգտագործում են ծածկոց, ինչպես իսրայելացիները։ Այդ անունը լոկ ծածկոց էր նրանց վրա, բայց Դամարակյան ասում է իրական ամեն իսրայելացի չի, այսինքն այդ բովանդակությանը չի համընկնում նրա ով լինելը։ Իսրայելացին նա է, ով այդ բովանդակության հետ համընկնում է, ով հասկանում է, որ օրդությունը Քրիստոսին ընդունելու մեջ է։ Սա ամենակարևորն է, այսինքն մենք շատ հաճախ տեսնում ենք ուղղափառ եմ, առաքելական եկեղեցուց եմ, ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ, երբ որ հարցնես առաքելական եկեղեցու վարդապետությունը նույնիսկ չգիտի, ել չեմ ասում որ առաքելական եկեղեցու վարդապետությունը առաքելական վարդապետություն չի։ Այսինքն այդ բովանդակությանը չի համընկնում, հիմա ինչքանով է այդ եկեղեցին նաև այսօր առաքելական,
որտեղ վարդապետական այնպիսի բաներ կա, որ առաքյալների հետ կապ չունի ընդհանրապես, առաքյալների բերած ուղամիտ ողջամիտ վարդապետության հետ կապ չունի, այսինքն այնտեղ շատ բաներ կա, նկարապաշտություն, տարբեր կերպեր կա, որ կարանք տեսնենք։ Ես մկրտությունը որպես փրկություն, այսինքն ծեսը որպես փրկություն, շատ հարցեր կա, որ կարանք անդրադառնանք դրան, այսինքն երբ որ մենք ասում ենք առաքելական եկեղեցի, ինչ ենք հասկանում դրա բովանդակության տակ։ Դա մի եկեղեցի է կամ այն խումբն է, էկլեզիան է, որ առաքյալների միջոցով է ստեղծվել, այսինքն առաքյալների Քրիստոսի փոխանցած լուրով մարդիկ Քրիստոսին ընդունելով դառել են այդ եկեղեցին, կոչվում են առաքելական, առաքյալների միջոցով հիմնված եկեղեցի։ Հիմա այսօր առաքելական եկեղեցին այդ առաքյալների վարդապետության մեջ համահունչ է, ուղղակի քննեք եւ կտեսնեք, որ Աստվածաշնչից դուրս է նրանց վարդապետությունը։ Այսինքն շատ հարցերի մեջ, որոշ հարցեր կարան նմանություն լինի, բայց նրանց ընդհանուր հասկացողությունը Աստծո խոսքի նկատմամբ, Աստծո խոսքը երկրորդական է, ավելի իրենց ավանդույթներն են, բանավոր փոխանցված, կամ մի եկեղեցի, որ ընդհանրական է կոչված, կարա այդ եկեղեցու եպիսկոպոսը էքս կաֆեդրալ խոսքերով, այնպիսի խոսք, որ հավասարազոր է Աստվածաշնչի խոսքին։ Ինչպես կարանք մենք այն կոչենք առաքյալների կողմից հիմնված եկեղեցի։ Այո, առաքյալների առաքելական եկեղեցին այն եկեղեցին է, որ առաքյալների վարդապետությունով, ավետարանը տարածելով խումբ հավաքվեց, այսինքն հավաքվեց եկեղեցի, բայց երբ որ դուք ամբողջ ժողովրդի վրա կոչում եք, ասում ենք սա առաքելական, սա այս ժողովուրդում հարցում ես սա առաքելական եկեղեցուց է։ Այն որ գնում ես մոմ ես վառում, այն որ գնում ես տոներին մասնակցում ես, բայց ապրում ես հեթանոս վարքով, այսինքն սրտիդ մեջ շենությունը անդադար է, այդ չեմ ասում քո խաբեությունը, քո խորամանկությունը օգտագործում ես ամենտեղ, այսինքն Քրիստոսի հետ հարաբերություն չունես, դա նշանակում է դու փրկություն ես, սա նույնն է, ինչպես Իսրայելը իր վրա այդ բառը ծածկոց էր դրել։ Նույնը դու ես ծածկոց դնում քո վրա, առաքելական եկեղեցուց եմ, ուղղափառ եմ։ Հիմա շատերն են, ես ավետարանչական եմ, կարծես թե առաքելական չեմ, ծեսերի ծիսական հավատացյալ չեմ, ես ավետարանչական եմ, Աստվածաշունչ եմ լսում, ամեն կիրակի քարոզ եմ լսում, ինչ կապ ունի դա։ Եթե այդ բովանդակությունը քո հետ համահունչ չի, եթե այդ բովանդակության հետ չես համաձայն, Քրիստոսի հետ հարաբերություն չունես, այդ անունները լոկ ծածկոցներ են, որ մարդիկ դնում են իրենց արդարացնելու համար կամ իրենց վարկը արդարացնելու համար։ Ուրեմն սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Սա նույնն է, Ամար առաքյալը այս առումով ասում է ամեն իզրայելացի չի, որ իզրայելացի է, բայց վերում ասում է նրանք իզրայելացի են, բայց ավաղ այդ մեծ օրհնությունը, այդ բովանդակությունը պարունակող անունը կոչված է, բայց գտնվում են անեծքի տակ։ Խնդիրը սա է, որ ընդհանուր առմամբ երբ որ մենք խոսում ենք եկեղեցու մասին, մենք պետք է հասկանանք, որ եկեղեցիները չեն փրկում սերնես, փրկությունը Քրիստոսի մեջ է։ Փրկությունը Քրիստոսի մեջ է, եւ Քրիստոսի մեջ եղավ անձն է կոչվում եկեղեցի, էկլեզիա, այսինքն հավաք խումբ, էկլեզիա, կանչված խումբ, Քրիստոսի մեջ եղած անձը։ Եվ ուշադիր նայեք եկեղեցիներ, որոնք իրանց վրա կոչում են այս անունները, արդյոք այդ մարդիկ նմանվում են առաքյալներին կամ նմանվում են Քրիստոսին։ Արդյոք այդ մարդիկ նմանվում են առաքյալներին, ինչպես առաքյալները Քրիստոսին, նրանց վարքը նայեք եւ նրանց վրա կոչված անունը։ Այսինքն, որpիսի մենք ասենք առաքելական եկեղեցի, եթե ես ասեմ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, պիտի իմ վարքը արտահայտի առաքյալների վարքը։ Ինչպես առաքյալները նմանվում էին Քրիստոսին, այնպես ես պիտի նմանվեմ Քրիստոսին։ Սա է առաքելականը։ Ոչ թե արդեն հարանվանություն ին վրա կոչեմ, որպես ծածկոց օգտագործեմ, կամ պաշտոնյա լինեմ այդ եկեղեցում եւ ասեմ ես առաքելական եկեղեցի։ Առաքելական բառը կապված է առաքյալների վարդապետության հետ։ Ուղղափառ բառը կապված է ողջամիտ վարդապետության հետ։ Քո կյանքում սա ամենակարևորն է։ Ուրեմն ամենակարևորը Քրիստոսի հետ ճշմարիտ հարաբերությունը։ Քրիստոսի հետ հարաբերությունն է բերում մեր կյանք փրկություն, որի հետևանքում սրբություն, փոխում է մեր կյանքը, նմանեցնում է Քրիստոսին, այդ process-ի մեջ մտնում եւ մտնում Աստծո փառք։ Սա Քրիստոսի հետ հարաբերությունն է, որովհետեւ մեկ հարանվանություն, եկեղեցի մարդուն չի կարատա փրկություն սերներս։ Սա ամենակարևորն է, որ մենք հասկանանք։ Առաքյալն ասում է նրանք իսրայելացի են, բայց ցույց է տալի, որ մեծ ողբ կա իմ սրտի մեջ նրանց հանդեպ, որտեղ անեծքի տակ են։ Այո, իսրայելացի են, բայց անեծքի տակ։ Առաքելական են, բայց առաքյալների եւ Քրիստոսի հետ կապ չունեն։ Այսինքն, սա ամենակարևորն է, որ ուզեցա տեսնենք։ Սա առաջինը մենք որ նայեցինք։
Տեսեք, եւ հենց այստեղ է, որ մենք պետք է հասկանանք ընդհանուր առմամբ Իսրայել անունը, որ կոչված է, այդ անվան հետագա ընկալումը Առաքյալն ասել, որ 11-րդ գլխում կամ Մատթեոս 24-ում ցույց է տալի, որ նրանց ժամանակ կա, նրանք իրականում պիտի համընկնեն այդ Իսրայել բառի բովանդակությանը Քրիստոսին ընդունելով։ Ինչ չեք տեսնի, մինչև ասեք Երանի Տիրոջ անունով եկեք։ Սա Իսրայելին է վերաբերվում, Մատթեոս 24-րդ գլխում խոսում է վերջի շրջանի մասին, Իսրայելի մեծ նեղության, այդ ժամանակ եկեղեցին հափշտակված է։ Հիմա տեսեք, շատ կարևոր մի սկզբունք, պետք է հասկանանք, որ նույնպես ինչպես Իսրայելը այդ առավելությունը ունենալով գտնում էր անեծքի տակ, այնպես էլ մենք տեսնում ենք, որ այս անունները չի կարող հանդիսանալ ծածկոց եւ դառնա փրկություն։ Փրկությունը միայն Քրիստոսին ընդունելով է։ Սա առաջի օրհնությունը մենք նայեցինք։ Մենք կդառնանք արդեն 7 օրհնություններին կամ մեծ առավելություններին եւ կխոսենք արդեն Պողոսի խոսքը, որ ասում են սրանք իսրայելացի են, սա առաջինն էր։ Երկրորդ մեծ առավելությունը Պողոսն օգտագործում է 7 օրհնությունները եւ այդ 7 օրհնությունների առաջինը որոնցն են որդեգրությունը, ժառանգությունը։ Այս ժառանգությունը կապված չի անձնական ինչ-որ անձի հետ, այն կապված է ընդհանուր Իսրայելի ժողովրդի հետ, որդեգրությունը։ Մենք խոսենք այս մասին արդեն մյուս զանազանությամբ բավական ժամանակ անցավ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։